Սուրբ Գրիգոր Տաթևացի Քարոզ խոստովանահայրերի մասին։ Քահանայի շուրթերը պիտի պահեն գիտությունը, և նրա բերանից պիտի փնտրվի օրենքը, քանի որ նա ամենակալ Տիրոջ պատգամաբերն է։ Արդ 4 պատճառով պետք է պահել գիտությունը։ Նախ, քանզի Աստծո սպասավորն է, որի պատճառով և կոչվում է պատգամաբեր, իսկ Աստծո սպասավորները պետք է իմաստուն լինեն, որպեսզի կարողանան սպասավորել ըստ Աստծո կամքի, ինչպես ասում է Սողոմոնը. թագավորի համար ընդունելի է իմաստուն սպասավորը։ Երկրորդ, քանզի քահանան միջնորդ է Աստծո և մարդկանց միջև, ուստի պետք է, որ գիտուն և իմաստուն լինի, որպեսզի ըստ Աստծո կամքի միջնորդություն անի։ Երրորդ, քանզի մարգարեն ասում է. ով պատվականի միջից դուրս է հանում անարգը, պիտի կոչվի Աստծո բերան։ Ուստի պետք է հույժհմուտ լինի իմաստությանը, որպեսզի կարողանա ճարտար թովիչի պես հանել մեղքերը մեղանչածի սրտից, որպեսզի լինի Աստծո բերան։ Չորրորդ, քանզի մարդկանց անհայտ և ծածուկ մեղքերի գործերը հայտնելու վայր է, ուստի խոստովանահայրը պետք է պահի գիտությունը, որպեսզի կարողանա ճանաչել զանազան մեղքերը և անսխալ կերպով բժշկել մեղանչած մեղավորի հոգին։ Դրա համար հպանցիկ կերպով ցույց տանք խոստովանահայրության գիտության եղանակը, որպեսզի խոստովանահայրը պահի այս փրկալից գիտությունը, ինչպես ասում է մարգարեն, և իմաստությամբ փրկի իր և շատերի հոգիները։ Նախ և առաջ, քանզի խոստովանահայրը, որը հոգևոր բժիշկ է, պետք է գիտուն լինի և պատրաստ համարձակվելու խոստովանություն ընդունել, ապա թե ոչ շատերին կսպանի։ Քանզի երբ չի կարողանում ճանաչել զանազան մեղքերը, նաև չի կարողանում գտնել դրանց դեղը, իսկ եթե դեղ է դնում, բուժիչը չի դնում, ինչպես մեկը հպարտություն ունենա և խոստովանի և կամ բարկություն, իսկ նա լուծ դնի, թե կերակրից հեռու պահիր քեզ, սա հպարտությունն ու բարկությունը բուժող դեղ չէ, քանզի հպարտության դեղը խոնարհությունն է և բարկությանը համբերությունը, իսկ կերակուրներից հեռու մնալը որդկրամոլության և բղջախոհության դեղ է։ Երկրորդ, խոստովանահայրը պետք է քննի մարդկանց բարքերը, թե ինչպիսի բաներից հեռու պահի նրանց սիրտը ընդունելու ապաշխարության լուծը, և գիտենա ժամանակների, առուների և էգերի զանազանությունը։ Քանզի խոստովանավորդիների վրա այլ տեսակի կարգեր պետք է դնել նեղության ժամանակ և այլ տեսակի խաղաղության, այլ տեսակի նեղյալ աղքատների և այլ տեսակի փափկացած հարուստների վրա, այլ տեսակի կարգ պետք է դնել սկզբում, երբ նոր է սկսել մեղքը, և այլ տեսակի միջնամասում, երբ մեկը սովորություն է դարձրել մեղքը, այլ տեսակի երիտասարդին և այլ տեսակի ծերին, այլ տեսակի տղամարդուն և այլ տեսակի կնոջը, այլ տեսակի առաջնորդներին, որոնք աչքերի փոխարեն են, և այլ տեսակի խառնիճաղանճ ժողովրդին, որոնք ոտքերի փոխարեն են։ Երրորդ, քանզի մարմնավոր բժիշկը դեղ չի տալիս այն հիվանդին, որը մահվան դուռն է հասել, որպեսզի նրա բնությունն ավելի չտկարանա և չմեռնի։ Այսպես, հոգևոր բժիշկը, երբ տեսնում է, որ մեղավորը հիվանդ է մարմնավոր հիվանդություններով, պետք է լսել նրա մեղքերը, սակայն վրան կարգ չդնել, այլ նրա հոգին հանձնել Աստծուն և ցույց տալ նրան այդ մեղքին արժանի կարգը, որպեսզի եթե հիվանդությունից ապաքինվի, կատարի։ Չորրորդ,
Խոստովանահայրը պետք է ճանաչի բոլոր հիվանդությունների դեղերը, որպեսզի ընդդեմ մեղքի դեղ տա, ինչպես ընդդեմ ամբարտավանության խոնարհություն գործելը, ընդդեմ նախանձի և ատելության սերը, ընդդեմ բարկության հեզությունը, ընդդեմ ծլության աշխատասիրությունը, ընդդեմ ագահության և արծաթսիրության տալը և ողորմելը, ընդդեմ որկրամոլության ժուժկալությունը, որ պետք չէ հարբել գինով և հափրանալ մսով, ընդդեմ բղջախոհության պահքը, աղոթքը և մարմնի տանջանքը, ընդդեմ լուտանքների և հայհոյության մեղան և փառաբանությունը, ընդդեմ ծաղրի և կատակերգության լացը և միշտ հոգևորի մասին խոսելը, ընդդեմ բամբասանքի լռությունը, նույնպես և մյուս մեղքերինը կարգն ըստ հիվանդության չափի է, այսինքն ներելի մեղքերին սակավ կարգ է դնում, իսկ մահացու մեղքերին ծանր։ Մեղքի այն հիվանդությանը, որ վաղուց է 10 կամ 20 տարի մնացել է նույն մեղքի մեջ, պետք է ծանրագույն կարգ դնել, իսկ այն, որ նոր է ընկել մեղքի մեջ, թեթևագույն։ 5. Պետք է գիտենալ, թե մեղքի հիվանդությունը բաղադրյալ է, թե պարզ, այսինքն, եթե բազմատեսակ մեղքեր է գործել, դեղերն էլ պետք է զանազան լինեն, ինչպես պահքը, աղոթքը, ողորմությունը և ապաշխարության մյուս տեսակները։ Իսկ եթե մեղքը պարզ է, ապաշխարությունը նույնպես պարզ պետք է լինի, ինչպես եթե ուրբաթ օրը կերել է չարտոնվածը, բայց որևէ այլ բան չի գործել, ապա ըստ կարողության, որքան որ կարողանա, թող հանձն առնի ուրբաթ օրերը հաց ու ջուր ճաշակել, իսկ եթե պարզ մեղքի դեղը բաղադրյալ լինի, առավել բարի է։ 6. Եթե քահանան խոստովանադրան վերցնի, դեմ է Սուրբ եկեղեցուն և սիմոնական ախտ է, ուստի պետք չէ վաճառել Սուրբ Հոգու շնորհները, որովհետև կանոններով փակված է, քանզի Քրիստոս այսպես է ասում, թե «Ձրից ստացաք, ձրի էլ տվեք»։ 7. Քանզի քահանան պարտավոր է չհայտնել խոստովանությունը, եթե նույնիսկ կտոր անեն նրան, որովհետև շատերը վախենում են և այլևս չեն խոստովանում, և այդպես մեռնում են ու գնում դժոխք։ Նրանց արյունն Աստված այդպիսի քահանաներից է պահանջում, որոնք հայտնում են խոստովանությունը։ Քանզի քահանայի սիրտը որպես կողպված արկղ է, պետք է այնպես պահել, որ արկղը կոտրվի, բայց կողպեքը չբացվի։ 8. Հոգևոր բժիշկը պարտավոր է, եթե խոստովանողը մեղքը թաքցրել է սրտում, խոստովանության դեղ տալ նրան բազում խրատներով, որը նրա սրտից դուրս է հանում հոգու հիվանդությունը բերանով և խոստովանելով։ 9. Եթե մեկը մեղքով կարծրացել ու քարացել է, պետք է նրան խոստովանությամբ եփել և փափկացնել Աստծո ողորմության հույսով և ասել. «Մի վախեցիր, որքան էլ շատ մեղք ունենաս, երբ ամբողջը ճշմարտապես ասես և չծածկես ամոթի կամ վախի պատճառով, այն ինչպես կրակի մի կայծ, որ օվկիանոսն է նետում, նույն պահին հանգչում է, քանզի ծովն անչափ է, իսկ կայծը չափավոր»։ Այսպես, Աստծո ողորմությունն անչափ է, իսկ քո մեղքերի բազմությունը չափավոր։ Երբ քահանայի առջև ճշմարիտ խոստովանության միջոցով գցես Աստծո ողորմության ծովը, այն իսկույն կհանգչի, ինչպես կրակի մի կայծ։ 10. Եթե մեկը հոգևոր փորկապություն ունի, որ չի կամենում իրենից դուրս մղել մեղքերը, նրան պետք է արտամղող դեղ տալ, այսինքն զարհուրեցնել նրան դժոխքի տանջանքներով, ասելով. «Մեղավորների հուրն անշեջ է և որդն անքուն», ինչպես ասում է Եսային։ Քանզի հավերժ է կսկիծը, անսահման է չարչարանքը,
անբժշկելի է ցավը, անարձակելի է կապը, անազատելի է բանտը, անմխիթարելի է սուգը, անփարատելի է խավարը։ Այս լսելով փորը կարձակվի և կհայտնի իր բոլոր անօրենությունները։ 11. Տես, որ եթե զգայարանը զբաղման մեջ է, այսինքն աչքը անպատկառ նայելու, ականջը չարը լսելու, բերանը դատարկաբանության, նույնպես և մյուսները պետք է այնպիսի դեղ տալ, որը կապում է, այսինքն Աստծո դատաստանի երկյուղով, որպեսզի չմնա մեղսալից զբաղման մեջ, քանզի սաստիկ ահ է լինելու դատաստանի ժամանակ, ինչպես ասում է Առակաց գիրքը. եթե արդարը հազիվ է փրկվում, ուր կմնան ամբարիշտն ու մեղավորը։ Իսկ Պողոսն ասում է. հույժ ահավոր է ընկնել Տիրոջ ձեռքը, քանզի ամեն դատարկ խոսքի դիմաց հաշիվ պիտի պահանջվի, և անպատկառ նայելու դիմաց շնության և պոռնկության հաշիվ պիտի պահանջվի, նույնպես և մյուս մեղքերի։ 12. Քանզի եթե մեկը հիվանդացել է մեղքով, պետք է ապաշխարությամբ առողջացնի, և երբ առողջացած և հոգով զորացած լինի, պետք է նրան դեղ տալ, որը պահում է առողջությունը։ Եվ ինչպես նրանք, ովքեր կամենում են պահել մարմնի առողջությունը, գնում են բաղնիք, տեսակ մածուկներ են գործածում, օծվում և պահում են առողջությունը։ Այսպես պետք է հոգևոր առողջությունը պահել բաղնիքով, այսինքն արտասուքի ջրով, և գործածել խոստովանության մածուկը, որ պահում է հոգևոր առողջությունը։ 13. Խոստովանահոր գործն է մեղավորներին տես գնալ և հարցնել նրանց հոգու հիվանդության մասին, մխիթարել և զորացնել նրանց փրկության հույսով, քանզի եթե հուսահատված է լինում, ապաշխարությունը չի կարող քավել նրա մեղքը։ Քանզի Հուդան ոչ թե մեղքի ծանրության պատճառով մեռավ, այլ անհուսության։ Բայց եթե հույսը զորացած է լինում և սակավ ինչ զղջում է, ապաշխարությունը կարող է քավել մարդու մեղքը։ 14. Քանզի երբ մեկը հույժ ծանրորեն մեղանչում է, պետք չէ, որ նույն պահին նրան հատի եկեղեցու անդամներից, անիծելով կամ բանադրելով կամ նրանից երես դարձնելով, այլ պետք է նրան խնամել, խրատել և ետ դարձնել մեղքերից։ Եվ եթե դարձի չի գալիս, այլ դարձյալ անզեղչ կամքով ընկղմվում է մեղքի մեջ, այնժամ նրան պետք է հատել եկեղեցուց բանադրանքով և անեծքով, որպեսզի ուրիշներին չափականի, ինչպես ասում է Մովսեսը, թե չարը մեջտեղից վերացրում։ 15. Խոստովանահայրը պետք է փորձի, եթե կարող է քաղցր խոսքերով և ապաշխարության թեթև կարգով դարձի բերել մեղավորին, ուրեմն թող դարձի բերի, իսկ եթե չի կարող ետ դարձնել մեղքերից, ապա պետք է սաստիչ և խիստ խոսքերով զարհուրեցնել նրան և ծանր ապաշխարություն դնել նրա վրա, որպեսզի ծանր ապաշխարության երկյուղի պատճառով թողնի մեղքերի նկատմամբ հոժարությունը։ 16. Խոստովանահայրը սկզբում պետք է ասի, որ խոստովանում ես Աստուծո առջև, այլ ոչ թե մարդու, և Աստված ողորմած է, որ եկավ մեղավորների համար, Պետրոսին, Պողոսին, Մարիամ Մագդաղենացուն և այլ մեղավորների ողորմեց Աստված, երբ զղջացին, քեզ կողորմի այն ժամ, երբ ճշմարտապես խոստովանես։ Իսկ եթե այս քաղցր դեղով խոցը չբացվի, այնժամ պետք է նշտարիկով և կամ շիկացած երկաթով պատռել, այսինքն ահազդու և զարհուրեցուցիչ խոսքերով և տանջանքների երկյուղով նրան զարհուրեցնել, որպեսզի դրա համար ետ դառնա մեղքերից և զղջա։
17-րդ Պետք է գիտենալ, որ եթե մեկը բազում մեղքեր գործած լինի և շատերին դրդած լինի դեպի մեղքը և կորստյան մատնած լինի շատ հոգիներ, կամ չար օրինակ տալով, կամ չար խրատ և կամ լինելով առաջնորդ ծուլանա իր գործում, նրան բավական չէ միայն զղջալ և խոստովանել նրանց համար, ում գցել է մեղքի մեջ, և բազմաթիվ հոգիների համար, որոնց կորստյան է մատնել, քանզի Աստված նրանց պահանջում է նրա ձեռքից։ Այստեղ հարց է ծագում. ի՞նչ կարգ պետք է դնի խոստովանահայրն այդպիսինի վրա, որը շատերին կորստյան է մատնել, թե նրան բավական է պաղքն ու ողորմությունը։ Վարդապետները պատասխանում են, որ բավական չէ, քանզի եթե մեկի հիվանդությունը գլխին է, բայց դեղը ոտքին է դնում, այսպիսին հիմար է, քանի որ ուր հիվանդությունն է, այնտեղ պետք է դնել դեղը, քանզի նրանց, ում կորստյան մատնեց մեղքերով, նաև պետք է դեպի զղջում բերի։ Դարձյալ պետք է գիտենալ, որ գողությունը երկու տեսակի է, հոգևոր և մարմնավոր, և հոգևոր գողությունն ավելի ծանր է։ Արդ այն, որ մարդկանց դրդել է դեպի մեղքը, գողություն է, քանզի մարդկանց հափշտակում է Աստուծո գանձատնից։ Ուստի նրան բավական չէ պաղքով, աղոթքով և ողորմությամբ քավել իր մեղքերը, այլ պետք է դարձյալ գտնել կորուսյալ հոգիներին, հորդորելով դեպի բարին և նրանց վերադարձնել Աստուծո գանձատուն։ Դարձյալ, եթե մեկը կողոպտում և մերկացնում է մեկ ուրիշի, և խոստովանահայրը նրան պատվիրում է պահքի մեջ մնալ, դրանով չի կարող առողջացնել նրան, քանզի հիվանդությունը թիկունքի վրա է, որովհետև մերկացրեց մարդկանց թիկունքը, իսկ նա սպեղանին դնում է կրծքին, այսինքն պաղքը, որը մեղմացնում է սիրտը, այլ դեղը պետք է դնել այնտեղ, ուր հիվանդությունն է, քանի որ մերկացրեց մարդկանց, դարձյալ պետք է զգեստավորել նրանց և ինչ որ հափշտակել է, վերադարձնել։ Եվ Քրիստոսին փառք Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։